China Inland Mission-ի հիմնադիր ով գիտե վստահ գիտնեք China Inland Mission միսիոնարական ծառայություն մներ որը Չինաստանում դեղին հիմնադիրն էր այո Hudson Taylor-ը 51 տարի Չինաստանում միսիոնարական ծառայություն կատարեց։ Ինքը առաջինը չէր, շատ ուրիշ այլ գազམ་ագերբություններ կային քրիստոնեական, բայց ինքը երբ գնաց 51 տարի Չինաստանում Աստծո խոսքի պատգամը փոխանցեց Չինաստանում։ Հիմա իր առաքելության ավարտին Չինացիներ, որոնք փրկված էին ավետարանի պատգամով եւ Քրիստոսը որպես իրենց դերն ու փրկիչը ընդունած էին եւ եկեղեցիներ կհիմնադրվեին, Չինացիները Hudson Taylor-ին հատուկ զգեստը mental այդ իմա որ գակնի չինական այդ ավանդական զգեստն է որ իրեն դվին եւ այդ զգեստի վրա երկու բարեր գարել դվեցին երկու բարեր այն երկու բարերը որոնք Hudson Taylor չափազանց կկարևորեր եւ իր ամենօրյա բարաբաշարն էր երկու բար Աբենեզեր եւ Եհովայիրե Ինչ կնշանակի Աբենեզեր եւ Եհովայիրե ինչ կապ ունին այս երկու առաջինը Աբենեզեր կնշանակի որ Աստված մինչև հոս այսքան ժամանակ մեզ հետ եղավ մեզի օգնեց իսկ Եհովայիրեն ինչ կնշանակի Աստված մեզ պիտի օգնական ալա Մեկը անցյալում Աստուծո հոգատարությունն ենք վայելել եւ գսենք Աբենեզեր հայր շնորհակալ եմ որ մինչև հիմա այսքան ժամանակ ինչերից որ անցար մեզի հետ էիր Աբենեզեր իսկ Եհովայրեն դեր խոստումը դունին որ աբակայինալ մեզի հետ պիտի լաս պիտի շարունակես մեզ օգնել հայթայթել եւ աչակցիլ Աբենեզեր The past, անցյալը, Եհովայիրե, աբակայի խոստումը, ինչ գեղեցիկ։ Այս սարավոդուն մենք կանգնած ենք երկու դարիների ճիշտ մեջտեղում։ 2025 ավարտեցինք, երկու օր մնաց։ Այստեղ ենք եւ 2026-ը կսպասե մեզի։ Մինչ կանգնած ենք նոր դարվամը, անհայտ դարվամը շեմին, մեր սիրտը երկու ուղղության գնայի։ Առաջին ուղղությունը անցյալի հուշերն են, հունվար 1-ին, որ 2025-ը սկսանք, հունվար 7-ը գրակները եղան եւ այսպես շարունակամ, մեկս փորձառություններ ունեցամ։ Ուրեմն մեր սիրտի մի մասը անցյալը գնայի 2025-ին որպես հուշեր եւ մեր սիրտի մյուս մասը գնայի աբակային հավատքով արչեւ գնայի նոր ակնկալություններով նոր ակնկալիքներ ունենք ուրեմն այս հուշերը անցյալի փորձառությունը եւ նոր ակնկալիքները այսօր մեզ գբերեն այստեղ Եվ գիտեք շատ աջախ, շատ օգտակար է ետ նայել, որբեսի հիշենք թե Աստված ինչքանով է մեզ օրհնել, աջակցել, հայթայթել, առաջնորդել, որբեսի մեր սրտերը քաչալերվին նորը թիմակրավելու եւ որ յետին գնային հիշելու Աստուծո բարերարությունը այդ բոլորը ինձ ուժ գուտան գողքեվորեն հավատքս կամրամնդեմ որ նորը ողքեվորված եւ նոր քաչալերությամբ առաջ գնամ հիմա հոգեվոր գետնի վրա Ես առաջինը կարող եմ ադի ասել, գուսեմ վգայել և
Անոնք որոնք նույն հոգեվիճակի մեջ են, եթե դույալ գնույնականացնես, you identify with this, այն ինչ որ պիտի ասեմ, օգտակար կլա։ Այո համաձայն եմ, որ այնտեղ չեմ, որտեղ պետք էր լինեի։ Այո համաձայն եմ, որ այնպիսին չեմ, ինչպես պետք էր լայի միջև հիմա։ Համաձայն եմ։ Բայց ուրախ լուրը ուր է։ Այնտեղ չեմ, որտեղ էի։ Եվ այնպիսին չեմ, ինչպես որ էի։ Սա կնշանակի, որ պրոգրեսը առաջընթաց տեղի ունեցել է։ Այո, հոն չեմ, բայց հոնալ չեմ, մեջտեղը դեղմ ունեմ։ Ուրեմն ճանապարհորդությունս հոգևոր կյանքի ինձ մի տեղ է բերել, որ դեռևս չեմ հասել, բայց դեռևս հոն չեմ։ Փոփոխություն մը գա, առաջընթաց մը գա։ Սա կնշանակի, որ Աստուծո շնորհքը կգործի մեր մեջ։ Ասիկա կնշանակի, որ Աստված ինձ դեռևս ինձ հետ է եւ ինձ գարաչնորդ է հասնելու այնտեղ։ Ասիկա նշանակի, որ Աստված մեզ գօգնի, որպեսզի ըլլանք այնպիսին, ինչպես նա է ուզում որ լինենք։ Այնպես որ եթե չհասանք մեր վեճնագետին, չհուսահատվենք, չդրտմենք, չընկճվենք, մեզ բարդված չհամարենք, նո, որոշ առաջընթաց տեղի ունեցել է։ Եվ ասիկա մեծ օրհնություն է սիրելիներ։ Անցած 363 դարին այլևս երբեք չենք ապրելու։ Վերջ, անցավ։ Հիմա շատերս հաջողություն ունեցանք, ուրախություն, փերգրանք, նպատակներ ասանք, շատերս ալ արդյունք ունեցանք, լուր բահեր ունեցանք, դեռևս չպատասխանված հարցեր կան մեր կյանքերում մեջ եւ այլն։ Ամեն մեկուս մոտ դարբեր իրավիճակ մը գդիրեգամ խառն այս երկու իրավիճակները։ Շատերս այս տարին 2025-ը սկսանք զորավոր։ Բայց հիմա մինչև հոս հասնելը գալիս հյուծված ենք, հոգնած ենք։ Շատերս սկսանք տարին նոր երազներով, նոր նպատակներով, նոր դեսիլքներով, նոր ակնկալիքներով, բայց հիմա գալիս վիրավորված եւ բարդված կսկանք։ Շատերս ոգևորությամբ սկսանք տարին, բայց հիմա գալիս թե փառք կուտանք Աստծո, գսենք դեր շնորհակալ եմ որ քոյադևեցի։ I survived as a zorov ansan darin. Me get. This is life. The badai. But as polor image, Hoseng, we made it. Stering vahe. Baba mama negam vahe. Baba yerek vahe ekvora maman ye baban Հայաստանին հասան Երևան հոսեն վայե ջան շնորհավորում ենք վայե սիրտ ուրախությամբ դրակում է այսօր քանի տարի չէր դեսած վայե եղբայր 4 տարի մամայդ բաբայդ չդեսնես եւ այսօր հոսեն բար պիտի հանդիպիմ այս մի քանի օրը Վանուշը փածարիկ քանտագակորձ է ամբողջ Հայաստանի թիվ 1 աշխարհարչակ Վանուշ Սաֆա մի խոսքով հետ ադրմասեն ուրեմն հոսենք այո անցանք շատ դժվար ջանը բայց այսօր հոսենք այսօր ներգայենք հաղթահարեցինք այն պայքարները որոնք միայնակ կամ միասին դարանք այնպիսի հովիտները խավար ճանապարհները եւ դժվար ճամփաները անցանք որ անհնար էր մեր երևակայությունն վեր էր որ մենք պիտի կարողանանք հաղթահարել այդ բայց ահավասիկ հոսենք Եվ ասուր համար միայն գարժե փյուր փառք տալ մեր Հայր Աստծուն։ Եվ եթե անգերց լինենք մեր սրտերի հետ,
վստահ եմ, որ պիտի համաձայնենք եւ պետք է համաձայնենք, որ եթե ես հոս հասա, ոչ թե իմ ուժովս էր, ոչ թե իմ կարողությունովս էր, ոչ թե իմ իմաստությունովս կամ no, այլ Աստուծո շնորհքով է, որ հոս հասանք։ Եվ այստեղ ենք, սիրելիներ, ոչ թե դոնագադարելու օրացույցի թվականը 31 դեկտեմբեր, որ 2 օրեն պիտի կամ 25, no, հոս չենք մենք օրացույցի թվականը դոնագադարելու, այլ մենք այստեղ ենք, սիրելիներ, որբեսի հիշադակի քար մտնենք, ժայր մտնենք, հիշադակի, որու անունն է Աբենեզեր, որ Աստված մինչև հոս մեզի ապահով հասուց եւ օգնական եղավ։ Thus far the Lord has helped us. Մինչև հոս դերը մեզի օգնական եղավ։ Աբենեզեր։ Իսրայել ժողովուրդը բաղեստինցիների, բաղեստինցիների բادرազմ ունենան։ Խիստ բادرազմ, դաժան բادرազմ։ Մի օրվա մեջ, այդ մեկ օրվա մեջ 30,000 հրյա Իսրայելի զինվոր գմերնին, գսպաննվին։ 30,000 զինվոր գսպաննվի։ Ուխտի դաբանագը, որը կներկայացնեն Աստուծո ներկայությունը իր ժողովրդի մեջ, Աստուծո ներկայությունը 5 դագարանում ուխտի դաբանագի միջով էր իրագործվում, այնտեղ որտեղ որ ուխտի դաբանագն էր, կնշանակի այնտեղ Աստված ներկա է։ Ուրեմն Իսրայել ժողովրդից 30,000 զինվոր գմերնին, ուխտի դաբանագը բաղեստինցիները գվերցնեն եւ գտանեն իրենց երկիր։ Ֆիլիստինս, բաղեստինցի Բաղեստինցի է բիդեսինը։ Փղշտացիներ, Ֆիլիստին, փղշտացիները։ That's right. Thank you. Փղշտացի, ուրեմն ուխտի դաբանագը գտանին իրենց երկիր։ Գինմը քիչ կանտրատարնամ, այդ բادرազմի ժամանակ զավակ մը գծնանի։ Զավակը գծնի, ինքը գմերնի։ Եվ ինչ կսե այդ մերնել առաջ այդ զավակի անուն գսե Իքաբոդ թրեք։ Ինչ կնշանակի Իքաբոդ, որով այդ գինը դեսա, որ ուխտի դաբանագը գերտա գդանին գոր։ Աստուծո փառքը, ներկայության փառքը գնաց։ Բادرազմի ժամանակվա քահանայաբեդի երկու զավակները, որ անունգալ քահանա էին, Վոպնի եւ Փենեհեսը անոնգալ գսպանվին, թեև անոնք շատ չար էին, շատ բիղծ քահանաներ էին, գաշարք կվերցնեին, անօրենության մեջ էին եւ Աստված կարծես կզանի, բայց ուրեմն այդ ժամանակվա ուրեմն քահանայը Գաթողիկոսի քահանայաբեդի երկու զավակները, որ քահանա էին, Վոպնի եւ անոնգալ գսպանվին։ Մեկը գուկա իրենց հորը լուր գուտա, որ քահանայաբեդ high priest քո երկու զավակները բادرազմի մեջ մերան 30,000 հրյաներ մերան եւ հոն իրենց հայրը հեղի քահանայաբեդներ աթորի վրա նստած էր գսե հազիվ լուրը լսեց մեջքի վրա ընկավ վիզը գտրվեցավ դեղում վրա մահացավ ինչ է կատարվում Ուրեմն զավակը, որ մանուկը գծնանի նորածինը, ոչ բաբիկ ունի, հեղին իր բաբիկն է, որը այդ գինը, որ զավակ ծնավ, Փենեհեսի գինն էր, Փենեհես քահանայի գինը զավակ ունեցավ, ուրեմն բաբիկը մահացավ, բաբան մահացավ, մայրը մահացավ, հոպարը մահացավ, եւ Աստված ալ չուներ, որով Աստծուն դարին, Աստծո ուխտի դաբանագը դան ոչ Աստված ուներ, ոչ հայր, ոչ մայր, ոչ հորեղբայր, ոչ բաբիկ, մեկի չուներ այդ մանուկը։ Սարսափելի ողբերգական բادرազմն էր Իսրայելի պատմության մեջ։ Քիչ ետ Աստված գմիչամդ է։
Իսրայելը փառավոր հաղթանակ կդանի, բաղեստինցիների վրա Աստված գվորոդա գսե, գփոչնչացնե, Իսրայելը հաղթություն ունենա եւ Սամվել մարգարեն, ժամանակվա մարգար Սամվելն էր, ժողովրդին գահավաքը, ապաշխարության գոչ կնե եւ ճիշտ հոն հսկա քարմը, ժայրմը գգարուցե, գդեղատրե եւ այդ ժայրին անունը գտնե Ափենեզեր։ Ափենեզեր։ Մինչև հոս Աստված մեզի օգնական եղավ։ Հիմա մենք հին գդագարան երբ որ գսերդենք բազում բարականեր եւ թեփկերի գանտիմինք երբ որ Աստծո ժողովուրդը հաղթանակ մը գդանի կամ Աստված քերտնական հրաշ մը գդարե դեղվույն վրա քարեր ժայրեր կգառուցեն քարեր գտնեն հիշադակի համար հիշադակի քարեր stones of remembrance որ Եվ իրենց զավակները այլել ամեն անգամ որ այդ քարերը կտեսնեն ապակային գիշեն որ այստեղ Աստված քորձ մը գդարեց հրաշ մը ըրավ հաղթանակ մը դրվավ բժշկություն մը ըրավ հայթայթեց եւ այդ ժայրերը իրենց հիշադակի համար էին Աստուծո բարերարությունը Աստուծո հավատարմությունը Աստուծո հոգադարձը անընդհատ սերունդ որբեսի հիշեին հեսվա 24-27-ի մեջ կա անտիմինգ նման բան Եվ բազում դեղեր Ռոբերտ Հոքեր քարոզիչ եղած է աստվածապան քարոզիչ Ռոբերտ Հոքեր իր քրություններում եկու մեջ գսե սիրելի հավատագից ցանկիտ մեջ ունես Ափենեզեր հիշադակի քարեր որտեղ Աստված հadouk ցևով միջամտած է բժշկած է, հայթայթած է, առաջնորդած է, օրտնած է, բահած է, այդպես քարեր ունես քո կյանքիդ մեջ դեղատրած, գսե, եթե չունես, դա չի նշանակում, որ Աստված քո կյանքի մեջ հրաշալի գործ չի կատարել, այլ կնշանակե, որ դու զլացել եւ անդեսել ես քարը կառուցել քար դնել, հիշադակի նոտիդ մեջ գրել, գարմիրով նշել, օրացույցիդ այդ էջը այդպես խզբզել մինչև որ դաջվի, ես սրդիդ մեջ մոռացել ես, անդեսել ես, գսե, մենք պետք է ունենանք հիշադակի քարեր, որբեսի մեր մտքերում թարմ մնա, onlar հաղորդության սեղանը, որ հաջախագի գնենք, հիշողության համար է, բայց Աստված, ադի Հիսուսի համար է, բայց Աստված կուզե որ ես ալ ունենամ հիշո Ափենեզեր քարեր իմ կյանքիս մեջ։ Հիմա երբ որ Սամվել մարգարեն այդ քարը դեղատրեց, որ անունն էր Ափենեզեր, Աստված մինչև հոս մեզի օգնական եղավ հայդարարություն մներ չի նշանակի որ հեշտ էր ջամփանը ասած մեզ օգնական եղավ երբեք այդ ժամանակ Իսրայելը բարդության մեջ էր ուխտի դաբանագը քրաված էր հափշտակված էր հույս չունեին լույս չունեին հավատնին մարած էր խառնաշփոթ իրենց հոգևորապես ամենացած մագարտ հոգեվիճակի վրա էին Այնպես ինչպես մենք 40-օրյա պատերազմը Արցախում գործրեցինք, ինչ վիճակ էր մեր մոտ։ Երգիր գործված, աքսորված 120,000 հայրենագիցներ, պատերազմը, զոհերի 5,000 երիտասարդներ, սերունդ չկա, ահա որ վիճակ էր, ահա սարսափելի։ Այդպես ավելի մի քանի անգամ ավելի վատ վիճակում էր հիմա Իսրայել ժողովուրդը։ Եվ հիմա Սամվելը այդ բոլորը նկատեցնելով գանկնեցնե ժայրմը եւ որու անունը գտնեմ Ափենեզեր, Աստված մեզի միջև օգնական եղավ։ Մեկը գողքից նայեք ասե Ինչ օգնական։ Ուր Աստծո օգնությունը։ 30,000 զինվոր մահացավ։ Երեխան ծնվեց, մայրը մահացավ, բաբա մահացավ, հոպարը մահացավ, քահանա մեղան։
ամեն բան պատրաստում են գործընծուցին ուխտի դաբանակն ասված չկա ուր է Աստուծո օգնությունը այս քարի հիշադակի ուր է չեմ տեսնում հակառակը կտեսնենք հենց այստեղ է մեզի հարգավոր հոգևոր աչքեր հոգևոր դեսություն հոգևոր դեսություն է հարգավոր Սամվել մարգարեն այդ քարը տնելով հրճագել ուզեց եւ ասել ուզեց որ Աստված միշտ մեզի հետ է եղել նա երբեք մեզ չի լքել նա մեր բոլոր ճանապարհորդության ընթացքին բادرազմի մեջնալ մինչ զոհ կուտանք մինչ մահ դեղի կունենա մինչ գորուստ ունենք մինչ դաբանակը քրաված է Աստված շարունակում է մեզի հետ ըլլալ եւ միջև մեզի հետ է հավատքով այդ քարը գառուցեց գիտեք սիրեներ Աստուծո խոստումները չեն սպառվում երբ մենք թերանում կամ մեղանչում ենք շատ կարևոր բան եմ ասում Աստուծո խոստումները որ ունի մեզ համար երբեք չեն սպառվում կամ ժամկետանց չեն expiration date չունին նույնիսկ եթե ես սխալի մեջ եմ մեղքի մեջ եմ անհավատարիմ եմ եւ այլն գիտեք ինչու Սակո այս մեկը սիրելու ես լավ կարոզում եմ Սակո շարունակեմ Գիտես ինչու Աստված իր խոստումները էքսպայր որովհետև Աստուծո հավատարմությունը Սակո եղբայր ջան իմ անհավատարմությունից գախյալ չէ Սամվել եղբայր լավներ որովհետև Աստուծո հավատարմությունը գախված չէ պայմանավորված չէ իմ անհավատարմությունից Այն Աստված երբեք չսեր, հովիկ եթե դու հավատարիմ լաս, եթե այդ խոստումը բահես, եթե խելոք մնաս, եթե ես no Ես խոստում եմ տվել, իմ խոստումից դերն եմ։ Դու ինչպես կվերապերվիս իմ խոստումներից, դա քո խնդիրն է։ Պատերազմ մեջ կարող ես սպաննվես, կարող է դեպքերը լինեն, որ ինչ որ դեղի ունեցան, բայց ես կշարունակեմ հավատարիմ մնալ։ Եսայա 43:2 երբ որ կգարտանք հիանալի խոստում է Եվ գիտեք այս խոստումը հիմա որ պիտի գարտամ որու դրված էր Աստված որու համար գսե Աբստամբ խստաբարանոց անհավատարիմ իր ժողովրդին եւ նայեցեք ինչ գսե Երբ ճուրերեն անցնիս ես քեզի հետ պիտի լամ Երբ քեդերեն անցնիս Անոն քեզ պիտի չնգղմեն Երբ գրագի վրայով քայլես գրագը քու ոտքերդ պիտի չայրե Եվ եթե բոցը քեզ շրջապատե քեզ պիտի չսպարե Լավ Հակոբ եղբայր էսի լավ է եթե մենք հավատարիմ ենք ասենք ծառայում ենք ասենք Աստված դեսում է եւ քննադում է բայց մեգումը որ անհավատարիմ է խստաբարանոց է աբստամբ է եւ Աստված իր խոստումը իզորու կդարձնե նույնիսկ երբ ես անհավատարիմ եմ Ինչու ինչպես չգիտեմ հավատացեք չգիտեմ Քո կյանքիդ նայր իմ կյանքիս նայեմ Որքան հաջող այս տարվա ընթացքում մեր կյանքի ընթացքում քանի անգամ մենք անհավատարմություն ցուցաբերեցինք Ձուլություն ցուցաբերեցինք ոչ իդեալական նվիրում ցուցաբերեցինք եւ այն բայց Աստված շարունակեց մեզի հետ լալ օդը ջուրը օրտնությունները մինչև հիմա մեզի հետ է Տեր Աստված Աբենեզեր մինչև հիմա կամ այսքան ժամանակ Թարգմանություն մագագսե բոլոր ժամանակներում ուրիշ թարգմանություն մգա այսպես է բոլոր իրավիճակներում բոլոր հոգեվիճակներում որ ես գանցնեմ thus far միջև հիմա այս ինձի հետ եղար երբ խավար քիշերներուտ ընթացքին միայնակ էիր նկատի չունիմ երբ որ լույսը անցածված է եւ no Երբ որ կյանքդ խավար շրջանեմը գանցնեիր,
Եվ մինագիր գագնգալեիր, որ մեկը զանք է տեքստն է գողքդ հայտնվի, չգար մեկը, և միայն հագեիր։ Աստված հոներ։ Երբ աղոտներըդ անբադասխան մնացին, աղոտ մգաղոթեր և գուզիր ամիջական բադասխան և բադասխան չգար, Աստված հոներ, լսում էր քո աղոտքը։ Օրեր գուքան մեր կյանքի մեջ, երբ որ չենք հասկնար Աստծո գործելագերբը։ Դեր Աստված ասեն, I don't get it։ Չեմ ջոգում, չեմ հասկանում։ Մենք գանչված չենք հասկնալու, ըմբռնելու, մենք գանչված ենք հետևելու։ Մենք գանչված ենք անվերաբահորեն վստահությամբ հետևիլ նրան, երբ մգա գսե դեր նուրդանի երթալ գուզեմ, լա 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 լա, դեր նուրդանի երթալ գուզիմ, գմրեցիների լեզվով։ Բահեր եկան կյանքիդ մեջ և արդեն բիդե հանցնվեիր, հրաժարվեիր, նահանջեիր, էլ վեճ ես չեմ կարող, բրծավ, սա չէ, ես գնում եմ վեճ բրծավ։ Աստված հոներ, Աստված հոներ։ Գիտեք շատերս, նույնիսկ հոս և ամեն ուրեք, արդակնաբես, թուրսեն եթե մեկը մեզի նայի, վահու գուսես, ամեն պան գարքին է ասոր մոտ, ֆինանսաբես ապահովված է, բնակարանով ապահովված է, մեքենայով ապահովված է, ամուսնական կյանքը շատ իդեալական գտվա գերևի, աշխատանք ունի, ծառայությունը փառքավաճում է, միշտ դեմքի վրա ժպիտը գա եւ առանց հասկանալը, որ շատ հաճախ նման մարդկանց արդակին երևույթները կարա լինեն խաբուսիկ։ Արի ուդես, որ նրա հոգու խորքում, սրդի խորքում, ներքևում մութ անգյուն մգա։ Դրտնություն և ցավ կա, վիշտ կա, արցունք կա։ Պետքմը, գարիքմը ունի, որ լրությամբ կդանի։ Բայկարներ, որը գործընծուցած է, հաղթված է, բարդված է, գործընծուցած է կյանքի անտեպ իր հետաքրքրությունը, դեսիլքը, նպատակը, բամը չի երևար կյանքում, այդ խորքում այդպիսին, այդ արդակնաբես ամեն բան գտվա, որ լավ է։ Ճիշտ այնպես, ինչպես Իսրայել ժողովրդի պատերազմի հոգեվիճակը, այդ երեխայի հոգեվիճակը, որ ամեն բան գործընծուցած էր, այդ երեխան ինչպես մի զգար քիչի հետ։ Բամը չունիմ։ Այս բոլորին հանդերձ Աստված շարունակում է մեր կողքին լալ։ Ինչպես չգիտեմ, բայց նա մեր կողքին է։ Նա երբեք մեզ չի լքի։ Երբ Սամվել այդ քարը դրեց, մա ինչքան էր չգիտեմ, Աբենեզեր քարը դեղատրեց, հայտարարություն մներ Աստուծո հավատարմության։ Մեծ է հավատարմություն, ով Հայր Աստված մեր, չգա մեջ թարնալու շուկմը ով դեր, անփոփոխ ես նաև սերդ է անսահման, ինչպես որ էիր նույնն ես Հավիդյան, մեծ է հավատարմություն, այս քարը ուրեմն Աստուծո հավատարմության մասին հայտարարությունն էր, declaration of God's faithfulness։
Գապ չունի իմ ցախորտություններս, իմ բարդություններս, իմ գորուստս, բայկարներում նվաճվելս, գապ չունի Աստուծո ներկայությունը ինձ հետ է։ Այս էր մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոստումը, վերջին խոստումը։ Երկինք համբարնել առաջ Հիսուս Քրիստոս խոստումը այս էր. մինչև աշխարհից վեճը ցեզի հետ պիտի ըլլամ, աշխարհի մեջ նեղություն պիտի ունենանք, բայց ես ցեզի հետ պիտի ըլլամ։ Ափենեզերն է ինքը, այդ ժայռը, որ Սամվել դրեց, այդ ժայռը, Քրիստոս է ժայռը քորեպի որ գփխի, Քրիստոս է ժայռը, որ Ափենեզեր կգոչվի։ Հիսուս նույնը ասավ. գնում եմ աշխարհի մեջ նեղություն պիտի ունենաք, բայց գիտեք, որ մինչև աշխարհի մեջ Ափենեզեր պիտի լամ ցեզի, ես ցեզի հետ պիտի լամ, ցեզ անցկացնելու այդ դժվարություններից։ Ուրեմն եթե Աստված մինչև հիմա մեզի հետ եղել է, 2025 թվին մեզի հետ եղել է ամեն մեկ օրվա հոգեվիճակի ընթացքում 26-ին ալ պիտի լա։ Որովհետև Ափենեզեր չի նշանակում միայն անցյալի խոստումները գվայելենք, կամ մինչև հոս Աստված մեզի հետ եղավ, Ափենեզեր նաև գմատնանշե Եհովայրին, որ մեզի հետ պիտի ըլլա։ Անիգա մեզի հետ եղավ անցյալին, Եհովայրը մեզի հետ պիտի շարունակել լինել։ Ափենեզեր եւ Եհովայրեն այս երկուքը անքակտելի գաբակցություն ունեն, Աստուծո փնությունը եւ էությունը, գործունեությունը մեզ կներկայացնեն։ Աստված մեզի պիտի օգնի սիրելիներ, դիմակրավելու անհայտ աբական, անհայտ դարին։ Ինչ է սպասում 2026-ին չգիտենք։ Անցած տարի 2025-ը մուտք գործեցինք, ուրախ, ծնունդը դոնեցինք, հաջորդ օրը գրապ թափվավ։ Ողբերգություն։ Ահոտ կսե, որ այս տարի էլ գրակ թափվի, բայց Սուրբ Հոգվին գրակը թափվի։ Եկեղեցիներում Ամերիկայի բոլոր Սուրբ Հոգվին գրակը այսպես տարածվի։ Նույն Աստվածը, որ մեզի հետ եղավ անցյալին, նույն Աստվածը պիտի շարունակե մեզ հետ լալ նաև աբակային։ Գիտեք ինչու Փիլիպպեցիս 1:6-ը գսե, ան որ ծեր մեջ բարի գործը սկսավ, մինչև վերջ պիտի կատարելա գործը։ Գիտեք, Աստված իր սկսած գործը երբեք գես չի թողնի, ես կթողնեմ։ Միգուցե դու էլ կթողնես։ Բայց Աստված չի թողնի։ He who began a good work in you will carry it on to completion. Թեթելեստե, կատարվեցավ։ Հիսուս խաչի վրա երբ որ սավ թեթելեստե կատարվեցավ, դա կնշանակի որ մինչև խաչ ես ցեզի Ափենեզեր եղա։ Մինչև thus far I will lead you, thus far I will go with you։ Մինչև կյանքս քեզի համար գզոհեմ, հովիք տղաս, այսքան քեզի համար գերտամ եւ կյանքս կուտամ քեզի։ Մինչև հոն գնաց Հիսուս իր կյանքը տվավ, որպեսզի մենք ապրենք եւ կյանք ունենանք։ Այսինքն մտքից ծայրեն թող չանցնի, որ Աստված ինձ թողել է, լքել է, անդես երբեք։ Նա ով իր կյանքը մեզի համար տվավ, խաչի վրա Ափենեզեր կոչեց, թեթելեստե, մինչև thus far այսքան ես կգնամ քեզի համար։ Հələ ծայրայղություն է ծայրայղություն։ Եկեք սիրելիներ, հիշադակի քարերը, հիմա բահմար եւ հիշե, այս տարվա ընթացքում Աստված ուր ինձ օրհնեց, առաջնորդեց, վթարի պիտի ենթարկվեի դերը, բայց եւ ինչ որ է, ինգածունգս կդրեցի ալիսկույրը գտնասել, բայց այսօր հոս նստած է, հոս է ալիսկույրը։ Շատեր մեզի չեն արուսյակույրը մեզի չէ, բայց ավելի լավ դեղ գնաց։ Եվ շատեր, բայց հիշենք, քանի մենք հոս ողջ ենք եւ գենթանիմ, այդ բոլոր քարերը հավաքենք եւ քարագույտ մգարուցենք, ամեն մեկը մատնանշե Աստծո օրհնյալ եւ այդ քարագույտերի վրա
խորան կառուցենք, մեր հիշադակի քարերի վրա altar խորան կառուցենք եւ ոն պաշտամունք մատուցանենք Աստծո շնորհակալության եւ քոհապանության դեր շնորհակալ եմ որ միջև հոս ասուցիր այո հոն պետք է հասնեի բայց հոսեմ հոն չեմ հոն դերեն սկսա հոսեմ հասել ընդիրե այնպեսին չեմ ինչ որ է բայց նույնը չեմ բամը փոխված է կյանքից մեջ կոնե մի բան սիրս ավելի փափկել է նվիրումս Միքայել առաջ է մի բան գա կյանքից մեջ Աստծո շնորհքն է փառք տամանոր եւ նոր դարին թիմակրավենք Եհովայիր է անվան գարչելով դերը ինձ բիդի հոգա ապակայում He will provide in the future Փառքը լանոր եկեղեցու շինության մեր հոգեվոր կյանքի քաչալերության եւ նոր դարին նոր ոգեվորությամբ առաջ գնանք դեր օրհնեմ ես